Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ են Անի Ստեփանյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո։ Հայաստանին է փոխանցվել Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, այն Հայաստան է բերել Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի եւ ներքին գործերի գլխավոր տնօրենին տեղակալ Յոհաննես Լուխները։ Կայացել է նրա հանդիպումը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ, որի ժամանակ էլ ԵՄ պաշտոնյան բարձր է գնահատել վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը եւ շնորհակալություն հայտնել գործընթացի արդյունավետ համակարգման համար։ Այսօր Մոսկվայում տեղի է ունենում ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպումը, որին մասնակցում է նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Կայացել է նրա հանդիպումն իր գործընկերոջ Սերգեյ Շոյգուի հետ, որի ժամանակ վերջինս հայտարարել է, որ Կովկասում տիրող իրավիճակը պահանջում է մշտական ուշադրություն։ Իսկ Գրիգորյանն ասել է, թե պատրաստ է մանրամասն ներկայացնել տարածաշրջանում տիրող իրավիճակը, նաև շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար։ Իսկ ԱՊՀ անդամպետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 13-րդ նիստից հետո Շոյգուն անդրադարձել է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, նշելով, որ Զանգեզուրի միջանցքը եւ հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ։ Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյություն ունենալու իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են տարածաշրջանի երկրների միջև առևտրի համար, ասել է նա։ Շոյգուն հիշեցրել է, որ հյուսիս-հարավ միջանցքը կապում է Խորը հարավի նավահանգիստները հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի եւ հյուսիսային ծովային ճանապարհի հետ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան-ռուսական հացահատիկ տեղափոխող գնացքը շուտով կժամանի հանրապետություն։ Նա բարձր է գնահատել ադրբեջանցի եւ ռուս գործընկերների այս ուղղությամբ կատարած աշխատանքը։ Այս իրադարձությունը մեծ նշանակություն ունի փոխվստահության ամրապնդման եւ խաղաղության օրակարգի առաջմղման համար, ասել է փոխվարչապետը։ Ռուսական ցորենի Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխման մասին Facebook-յան իր էջում հայտնել էր նաեւ էկոնոմիկայի նախարարը։ Այսօր շարունակվել է Երևանում անցկացվող Օրբելի ֆորում կառուցելով խաղաղություն եւ բազմակողմանի գործակցություն խորագիրը կրող ամենամյա միջազգային համաժողովը։ Օրվա բանախոսը ԱԳ նախարար Հարարատ Միրզոյանն էր, որի ելույթի առանցքում կրկին հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերություններն էին, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման եւ տնտեսական փոխկապակցվածության հաստատումը։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարևորում է Բաքվի հետ խաղաղության երաշխիքի ձեռքբերումը եւ ապագայում նոր պայմանավորվածությունների փոխշահավետությունը Հայաստանի, Ադրբեջանի եւ տարածաշրջանի մյուս երկրների համար։ Արտաքին գերատեսչության ղեկավարն այս համոզմունքը հայտնեց Օրբելի ֆորում կառուցելով խաղաղություն եւ բազմակողմանի գործակցություն խորագիրը կրող միջազգային համաժողովում։ Նախարարի կարծիքով այս փոխշահավետությունն է, որը հարատեվություն, երկարատև կյանք է հաղորդելու խաղաղության համաձայնագրին։ Ոչ մի շահագրգռություն չի ունենալու Հայաստանը խախտել այդ պայմանագիրը կամ պայմանավորվածությունները, ոչ մի շահագրգռվածություն չի ունենալու իմ պատկերացմամբ Ադրբեջանը խախտել այդ պայմանավորվածությունները, ոչ մի շահագրգռվածություն չի ունենալու Թուրքիան խաթարել այդ գործընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ մնացած բոլոր երկրների եւս։ Այն հնարավորությունը, որ ստեղծվում է Հայաստանի համար, փոխկապակցվածությունը, վստահ եմ կանդրադառնանք հիմա ընթացքում նաև այդ հարցին, չգիտեմ, երկաթուղիներ, գազամուղեր, էլեկտրական հոսանքի գծեր եւ այլն, փոխկապակցվածություն, որը միայն Հայաստանին եւ Ադրբեջանին չի կապելու, չէ՞, բոլորս հասկանում ենք, կապելու է Եվրոպայից, Եվրոպական միությունից, մինչեւ հեռավոր արևելք ընկած բոլոր երկրներին։ Խաղաղությունը հնարավորություն է տալիս եւ Հայաստանին եւ Ադրբեջանին էականորեն ավելացնելու իրենց ինքնիշխանությունը։ Միրզոյանի խոսքով ցանկացած հակամարտություն, տարաձայնություն պարարթող է ստեղծում դրանց լուծման ընթացքում երրորդ երկրի կողմից իր շահերն առաջ մղելու համար։ Անշուշտ մենք ես արդեն ասեցի քաղաքական իմաստով, ռազմաքաղաքական իմաստով, ռազմավարական ստրատեգիական իմաստով մենք կարողանալու ենք եւ արդեն կարողանում ենք ամրապնդել մեր ինքնիշխանությունը, բայց մյուս կողմից իհարկե բազմաթիվ փոխկապակցվածություններն ու փոխկախվածությունները մեկը կարող է անվանել թեևս խիստ վերապահումների մոտենա այդպիսի գնահատական, մեկը կարող է անվանել ճիշտ հակառակ ինքնիշխանության պակաս, ես կարծում եմ, որ բոլորովին ոչ, որտեղ մենք երբ խոսում ենք անկախություն եւ ինքնիշխանությունից, մենք մի ճարիք հաստություն այնուամենայնիվ նկատի ունենք։ Նախարարի խոսքով աշխարհաքաղաքական շահերի բախման կամ սրման շրջանում Հայաստանին հաջողվում է պահպանել հավասարակշռությունը։ Ռազմավարական գործընկերություն ունենք Միացյալ Նահանգների հետ, այդ մասին խոսում ենք, ռազմավարական երկխոսություն ունենք եւ արդեն ուզում ենք բարձրացնել գործընկերության մակարդակի Միացյալ Թագավորության հետ, ես այսպես փորձում քարտեզով արևմուտքից գալ մի շարք եվրոպական միության անդամների էական նշանակալի կերպով խորացնում ենք մեր հարաբերությունները եվրոպական միության հետ։
Միրզոյանը վստահեցրեց հիանալի հարաբերություններ ունենք 4 հարևաններից 2-ի Վրաստանի եւ Իրանի հետ, իսկ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ փորձում են կարգավորել։ Ադրբեջանի հետ ունենք խաղաղություն, Թուրքիայի հետ շատ ինտենսիվ երկխոսություն, ասաց Միրզոյանն ու լավատեսություն հայտնեց, որ աստիճանաբար շոշափելի արդյունքներ կգրանցվեն։ Միրզոյանը նշեց, որ հայկական կողմն անընդունելի է համարում այլ երկրների ներկայությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև գործարկվող երկաթուղու երկայնքով։ Սա մեզ համար անընդունելի է, սա մեզ համար Զորել անընդունելի է, այսօր այդքան էական չի, որովհետև մենք արդեն պայմանավորվել ենք Ադրբեջանի հետ եւ ստորագրել են երկրների ղեկավարները սկզբունքները, որոնց շուրջ հետապաշրջապատում տեղի կունենա։ Նրա դիտարկմամբ, երբ Միացյալ Նահանգներում նախաստորագրված համաձայնագրում ամրագրված են կողմ հանդիսացող երկրների ինքնիշխանությունն ու իրավազորությունը, ապա երրորդ երկրի կողմից երկաթուղու կամ այլ ենթակառուցվածքի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու թեման փակվում է։ Բայց այո, կային փորձեր, այո, դա Եվ օդում և սեղանի շուրջ հնչեցող վարկածներից մեկն էր, մեզ հաջողվում է պահել այս հավասարակշռությունը, որից վստահ մեր երկիրը և հարևանները շահելու են։ Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, նախարարն ասաց, որ այստեղ խնդիրն այլ է, այն հայ-ադրբեջանական հարաբերությունների հայելային հակապատկերն է։ Ադրբեջանի հետ, այս նայեք ինչ նկատեմ, Ադրբեջանի հետ մենք ունենք կառավարությունների միջև հաստատված խաղաղություն, համաձայնեցված սկզբունքներ, գործընթաց, որը պիտի շարունակվի, առանձին հարցերի շուրջ։ Պետք է ջանք գործադրվի նաև հասարակությունների միջև, մարդկանց միջև, ուրեմն հաշտեցման ուղղությամբ։ Թուրքիայի պարագայում ես ասել ճիշտ հակառակն է։ Տարիներով, տասնամյակներով փակ սահմանների պայմաններում մարդիկ գնացել են, այցելել են իրար, առևտուր է եղել եւ կա շատ շոշափելի Պրոբլեմն է նաև, որ այդ առևտուրը երրորդ երկրով անցել։ Միրզոյանի խոսքով Հայաստանի եւ Թուրքիայի միջև չվերթներ իրականացվել են, սակայն դրանք ավելացնելու պայմանավորվածություն կա։ Այնուամենայնիվ, փակ սահմաններն ու դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը Թուրքիայի հետ դեռ խնդիր է։ Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարո Փայլանը կարծում է, որ առաջիկա ամիսները որոշիչ են լինելու հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման համար։ Նրա գնահատմամբ խաղաղության հաստատման երաշխիքը տարածաշրջանում տնտեսական կապերի ամրապնդումն է։ Հիմա քանի մի դարի վեր արդեն գիտենք 2012 թվականին Էրդողանը հոսք մտավ որովհետեւ ասահմանը պիտի փանա եւ Լահի առաջ երրորդ երկրների քաղաքացիների համար բայց դժբախտաբար արևմտյալ երկրներ գարզես որ Էրդողան արևմտյալ երկրները ասկե շատ քող պիտի լա բայց դժբախտաբար Էրդողանը կրեդիտ մեջ տեսավ շահմտ չտեսավ արևմտյալ երկրներն եւ Ալիևը բարոն Էրդողանը զանգեց եւ ըսավ Պետք չէ որ փանաս ասահմանը մինչև այս հրամանդամ եւ երկրորդ ըսավ որ Ալիևի նեֆտ ընկերությունը Սոկարը ներդրում պիտի ունենա 8 միլիարդ դոլարնոց Էրդողանը օպորտունիստ նահանգահմն է եւ իր շահը հաշիվ մգնե ինչ շահ ունիմ ինչ կորուստ ունիմ Ես միշտ ասում եմ, ժամանակն է, որ Թուրքիան եւ Հայաստանը բացեն իրենց սահմանները, ոչ միայն երրորդ երկրների քաղաքացիների համար, այլև սեփական ժողովուրդների։ Դա իմ համոզումն է, բայց վստահ չեմ, որ պաշտոնական Անկարան հիմա կգնա այդ քայլին, քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանը գործում են փոխհամաձայնեցված։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Թուրքիայի ազգային շահերից է բխում այդ սահմանների բացումը, քանի որ դա կխթանի սահմանամերձ շրջանների տնտեսական ակտիվությունը։ Խաղաղությունը գալիս է մարդկանց միջև շփումների միջոցով եւ ես կցանկանայի, որ փակ սահման այլևս չլինի։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների ներկայությունը տարածաշրջանում, ապա այն նոր չէ, Հայաստանում գործում են բազմաթիվ ամերիկյան ընկերություններ, թեև իհարկե նոր երկաթուղին, որ պետք է կառուցվի, մեծ քաղաքական նշանակություն է ստանում։ Արտաքին գերատեսչության ղեկավարը ենթադրում է, որ կլինի հայ-ամերիկյան ձեռնարկություն, որը կկառուցի երկաթուղին եւ կզբաղվի ամենօրյա կառավարմամբ, սակայն սա չի նշանակում ամերիկյան վերահսկողություն ենթակառուցվածքի նկատմամբ, սա առաջին հերթին ունի տնտեսական բաղադրիչ։ Նրա դիտարկմամբ հակառակը թե Ռուսաստանը, թե Իրանը հետաքրքրված են փոխկապակցվածությամբ եւ նրանք էլ են ցանկանում որևէ մասնակցություն ունենալ։ Մոսկվան եւ Թեհրանը մտահոգություն չեն հայտնել TRIPS ծրագրի շրջանակում տարածաշրջանում ամերիկացիների ներկայության վերաբերյալ։ Նախարարն անդրադարձավ նաեւ միջանցք եզրույթի օգտագործմանը նկատելով։ Հիմա բոլորը, երբ ասում են միջանցք, նկատի ունեն այն լոգիստիկ ուղիները, որոնցով հետաքրքրված են աշխարհի բոլոր երկրները։ Համաժողովից հետո արդեն պատասխանելով լրագրողների հարցերին, արտաքին գործերի նախարարն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ
նախագահ Իլհամ Ալիևի կողմից Սևանի մասին խոսելիս Գյորչա անվանման գործածմանը եւ նշեց, այն չի տեղավորվում խաղաղության խոսույթում։ Չեմ կարծում, թե սա կարելի ասել, որ այսօրվա Սևան Ալիևը ասում է, որ այսօր չկա Սևան, կա Գյոքչա։ Բայց միևնույնն է, ամենակառուցողական ձևակերպումը չի եւ իսկապես չէինք ասի, թե տեղավորվում է, հա, բանի մեջ խաղաղության նարատիվի։ Ես էլ կարող եմ ասել, կան բազմաթիվ ցարական շրջանի քարտեզներ, որտեղ կա Սևան։ Չեմ էլ ուզում ավելի հետ գնալ պատմության մեջ, որտեղ շատ անհարմար իրավիճակ կարող է ստեղծվի եւ հայկական տեղանուններ տեսնենք մի քիչ ավելի լայն տարածքի վրա։ Խոսենք կենտրոնական իրական Հայաստանի, իրական այսօրվա սահմանների, Ադրբեջանի կողմից ճանաչված սահմանների մասին։ Անդրադառնալով ադրբեջանցիների վերադարձի մասին հայտարարություններին Միրզոյանն ասաց. Հայաստանի քաղաքացիները պետք է ապրեն Հայաստանում, ադրբեջանի քաղաքացիները Ադրբեջանում։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Այլ թեմաների անդրադառնանք ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող փաթեթին, որով նախատեսվում է հետաձգել պետական սահմանի անցման կետերում գանձվող բնապահպանական, ճանապարհային հարկերի եւ պետական տուրքի վճարումները հերթերի կրճատման նպատակով։ Նախագծերը կքննարկվեն ազգային ժողովի նոյեմբերի 11-ին նիստում։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթին, որով նախատեսվում է հետաձգել պետական սահմանի ցամաքային անցման կետերում վճարվող բնապահպանական եւ ճանապարհային հարկերի, նաեւ պետական տուրքի վճարումները։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանի խոսքով նախագծի նպատակը պետական սահմանի անցման կետերում հարկերի եւ տուրքերի գանձման ժամանակ առաջացող հերթերի կրճատումն է։ Նախագծով առաջարկվում է հետաձգել վճարումները մինչև սահմանը հատելուց հետո 15 աշխատանքային օր եւ վճարումը կատարել ոչ ուշ, քան Հայաստանի Հանրապետության տարածքից ելքը։ Պետական տուրքի մասով ինչ փոփոխություն ենք առաջարկում, այսօրվա կարգավորումներով պետական տուրք է վճարվում ժամանման վայրի մաքսային մարմնի մինչև ներքին մաքսային մարմին 1 տարանցման հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների բացթողնման համար, բայց այդ ապրանքները, քանի որ հետագայում նաև հայտարարագրվում են, հայտարարագրման ժամանակ եւս վճարվում է պետական տուրք։ Հիմա որպեսզի երկու անգամ պետական տուրք չվճարվի, սահմանի պետական տուրքը առաջարկում ենք հանել եւ հայտարարագրման ժամանակ, որպեսզի ֆիսկալ էֆեկտները չլինեն, հայտարարագրման ժամանակ պետական տուրքը որոշ չափով բարձրացվի։ Հայտարարագրման փուլում գանձվող յուրաքանչյուր տուրքի չափերը կախված կլինեն բեռնատարի քաշից։ Օրինակ, մինչև 3 տոննայի համար այժմ վճարվող 5000 դրամը կկազմի 7000 դրամ, 3-ից 10 տոննայի դեպքում 10000 դրամը կդառնա 13000 դրամ։ 10-ից 25 տոննայի համար 15000-ը դարձնել 18000 դրամ, 25-ից 60 տոննայի համար 20000-ը դարձնել 24000 եւ 60 տոննայից ավելը 30000-ը դարձնել 35000 դրամ։ Համլետ Սահակյանի խոսքով փոփոխությունները տնտեսավարողների համար լրացուցիչ բեռ չեն ստեղծի, որոշ դեպքերում այն նույնիսկ կթեթևացվի։ Նախագծով նաև սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված բեռնատարների համար վնասակար նյութերի արտանետման բնապահպանական հարկերի դյուրիքաչափերը կլինեն միասնական, քանի որ սահմանային կետերում արտանետումների չափումների իրականացնելը գործնականում անիրատեսական է։ Բացի այդ, եթե ճանապարհային անցանելիության պատճառով բեռնատարն ի վիճակի չէ լքել Հայաստանի Հանրապետության տարածքը, ճանապարհային հարկ վճարողը ազատվում է տվյալ ժամանակահատվածի համար հաշվարկվող հարկից, իսկ մեկ այլ ռիելթորական գործունեության մասին եւ հարակից օրենքների փաթեթով էլ նախատեսված է բովանդակային առումով նախագիծը միտված է Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի շուկայում գործունեության ծավալելու եւ համապատասխան թվային գործիքակազմերի ներդրմամբ եւ համապատասխանաբար անշարժ գույքի շուկայում առաջարկությունների որակի բարձրացման ուղղությամբ նախատեսված դրույթներով կարգավորելու այս գործառույթները։ Ուրեմն առաջին հերթին ուզում եմ մատնացույց անել, որ այս համակարգի ներդրմամբ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո անշարժ գույքի շուկայում ցուցակագրվող բոլոր առաջարկությունները, որոնք որ իրականացվելու են համապատասխան պաշտոնական հարթակների միջոցով, պետք է ստուգում անցնեն Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի տեղեկատվական շտեմարանով եւ այնուհետեւ նոր ցուցակագրվեն։ Սա կարևորագույն փոփոխություն է հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր ցուցակագրվող գույքերի մեծ զանգված ունի փաստաթղթավորման որևէ խնդիր կամ համապատասխանաբար
սեփականության իրավունքի գրանցման տվյալները եւ ցուցակագրման տվյալները առնվազն ոչ ամբողջությամբ են համապատասխանում մեկը մյուսին։ Նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ չափումների միասնականության ապահովման մասին օրենքը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մանրամասնել է. Մասնավորապես օրենքում իրականացվել են հետևյալ փոփոխությունները, կարգավորման առարկան ընդլայնվել, սահմանվել է պահանջների մեծությունների չափման միավորների, չափանմուշների, ստանդարտ նմուշների, չափման միջոցների եւ մեթոդների պահպանման վերաբերյալ ուրեմն հարցերը վերանայվել են եւ ճշգրտվել են մի շարք սահմանումներ, ներդրվել է նոր տերմին սոցիալական տնտեսական նշանակության չափման միջոց, չափման մեթոդիկա կամ մեթոդ, չափման ռեֆերենս մեթոդիկա, չափածրարված արտադրանք, չափագիտության խորհուրդ եւ այլն, վերանայվել են կառավարության լիազոր մարմնի գործառույթները ընդգրկելով պետական քաղաքականության մշակում, միջազգային ուղղությունների ներմուծում, չափի սարքերի եւ չափածրարված արտադրանքի նկատմամբ պահանջների սահմանում, ուրեմն չափագիտության ազգային մարմնի լիազորությունները հստակեցվել են եւ ուրեմն ներառելով ոչ միայն ազգային չափանմուշների պահպանում, այլ նաեւ նոր գործառույթներ, օրինակ թանկարժեք մետաղների սարքավորումների փորձաքննություն եւ չափագիտական խորհրդի ստեղծում, կառավարման խորհուրդը վերաձևակերպվել է որպես ավելի թափանցիկ եւ բազմակողմանի կառավարման մարմին, որպես որտեղ հավասարակշռված ներկայացված են պետական եւ մասնավոր հատվածները եւ իհարկե տեսչական մարմնի լիազորությունները ընդլայնվել են ներառելով փաստաթղթերի ստուգման եւ տեխնիկական միջոցներով վերահսկողության գործառույթներ։ Բոլոր նախագծերը ստացել են դրական եզրակացություն եւ կներառվեն ազգային ժողովի նոյեմբերի 11-ի լիագումար նիստում։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Քննչական կոմիտեին գալիք տարիքը տրամադրվի 19 միլիարդ 205 միլիոն 877 հազար դրամ։ 2025 թվականի համեմատ ծախսերն աճել են 219 միլիոն 653 հազար դրամով։ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի տեղեկացմամբ կոմիտեն իրականացնելու է մեկ հիմնական ծրագիր 5 միջոցառմամբ։ Քննչական կոմիտեի նախագահի մասնակցությամբ նիստը վերածվել է ընդդիմադիրների, падգամավորների բանավեճի, փառաքարի սպանությունից մինչև հոգևորականների կալանավորում եւ կոկայինի գործ Պողոսյանը մանրամասներ է հայտնել։ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի վստահեցմամբ փառաքարի սպանությունների դեպքերը բացահայտելու ուղղությամբ քննչական կոմիտեն կաշկանդվածություն չունի։ Փոխարենն ըստ ՔԿ նախագահի այնպիսի տպավորություն է, թե որոշ մարդիկ այդ հանցագործության բացահայտումից նեղսրտել են։ Բնականաբար մենք մյուս մասով այլ հանցակիցներ լինելու մասով քննություն կատարում ենք եւ որևիցե կաշկանդվածություն չունենք։ Ինչի պետք է կաշկանդվածություն ունենանք կամ ումից պետք է ունենանք այդ կաշկանդվածությունը։ Չէ, ինչի եք դուք տես տպավորություն ստեղծում։ Իմ մոտ մեկ անկեղծ, անես տպավորությունա, որ որոշ մարդիկ այդ հանցագործության բացահայտումից նեղսրտել են։ Այսինքն դժգոհ են մնացել, որ հանցագործությունը բացահայտվել է։ Իմ մոտ տես տպավորություն է։ Քանի որ դա հնարավորություն էր տալի, եթե չբացահայտված էր, այլ հարցեր շահարկել, հիմա վատ է, որ բացահայտվել է այս դեպքը։ Վատ կատարողների մասով, լավ անդադ շեշտեմ, կատարողների մասով, 2 անգամ կարամ շեշտեմ, 3 անգամ կատարողների մասով բացահայտվել է։ Հա, բացահայտվել է։ Վատ չի, չէ, որ բացահայտվել է։ Հիմա հաջորդը, Տիկին Թոմասյան, վստահ եղեք։ Եվ մեր հանրությունն էլ պետք է վստահ լինի։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ քննչական կոմիտեի նախագահն անդրադարձել է նաև պետական հեղաշրջման գործով ձերբակալվածներին։ Հայաստան խմբակցության падգամավոր Աննա Գրիգորյանը պնդել է, թե ձերբակալվածներին, ներառյալ հոգևորականներին, արհեստականորեն փորձում են վերագրել պետական հեղաշրջում իրականացնելու փորձ։ Ընդ որում դա արվում է Բագրատ Գալստանյանի հեռախոսազրույցների ապօրինի գաղտնալսման միջոցով։ Քննչական կոմիտեի նախագահը չի համաձայնել գաղտնալսում ձևակերպման հետ։ Շեշտել է Գալստանյանն անձամբ է իր գործողությունները ահաբեկչություն անվանել։ Դուք այսօր կենտրոնացել եք գյուլելու դրվագի հետ։ Չէ՞։ Ասում եք, ում ի նկատի ուներ, ում էր ուզում։ Սկզբից նշեցին, որ էդի սկզբից նման տեսակետ, որ դա ինքը չի խոսում։ Հետո պարզվեց, որ ինքն է խոսում։ Հետո գյուլելը սկզբից չէին հիշում, թե թիրախը ով էր։ Հետո հիմա մեկնաբանում են, որ այդ գյուլերը տեսականորեն, երբ որ օրինակ, չգիտեմ, իշխանությունը զավթվեր, կոնկրետ անձանց այս ձևով պետք է պատժվեր։ Հիմա ինձանից ինչ եք ուզում, այդ գյուլելու, չէ կներեք, ես ավարտեմ էլի։ Այդ գյուլելու թիրախների, փնտրտուքների մեջ ենք հիմա մենք։ Թե ում պետք է գյուլեին պատերի տակ։ Ես հիմա ձեր հարցին ինչ պատասխանեմ։
Եղել է, չէ, ճշմարտությունն եմ ասում, եղել է նման խոսակցություն, պատերի տակ գյուլելու։ Եղել է այդ խոսակցությունը, թե չէ։ Եղել է։ Կամ դուք, Տիկին Գրիգորյան, ի վերջո, լավ, հասկանում եմ, որ մարդիկ ամեն գնով ուզում են պաշտպանվեն։ Մենակ գյուլելու խոսակցությունն եք վկայակոչում, բայց մյուս խոսակցությունները, ախր դուք տեղյակ եք, որ տեղյակ եք այդ գործով, որ իրան ձեռքով գրած ապացույցներ կա, որ արարքի որակումը ինքը իրան տվել է։ Ահաբեկչություն, հենց այտենց պլանավորված ահաբեկչություն։ Այ կհետազոտվի, դրա համար ես չեմ ուզում առաջ ընկնեմ, խնդրում եմ, ես չեմ ուզում հրապարակային դատաքննության ժամանակ, սխեմաներով, այո, ահաբեկչական բառացի եմ ասում, ահաբեկչական գործողություն, խուզարկությամբ հայտնաբերված, գնացեք հարցրեք, թող պատասխանեք, որակումն էլ են նույնիսկ իրանք տվել, թե ոնց են զավթում, գրավում, բառերով ասեմ, գրավում ոստիկանության շենքերը, թե բառացի եմ ասում, չեք հիմա ինչի եք մեր հանրության մոտ, ուզում եք սենսացիա եք ուզում ինձանից։ Պատգամավորները նաև հետաքրքրվել են, թե 1 տոննա կոկաինի գործը երբ է ուղարկվելու դատարան։ Գործը չի կարճվել, ՔԿ նախագահը հորդորել է չխեղաթյուրել իրականությունը։ Արդյալ անդրադարձակ այսպես ասած կոկաինի հետ կապված գործին, ձեր խոսքից այնպիսի տպավորություն է, որ այդ գործը կարճվել է։ Ես նշում եմ, որ գործը գնալու է դատարան, հիմա դուք ժամկետներ եք ուզում, ես ժամկետներ չեմ կարող ասել, որովհետև այն ժամանակ 6 ամիս առաջ էր, չգիտեմ երբ էր, երբ որ մենք քննարկում էինք ունենում, մենք պլանավորել էինք կատարել որոշակի քննչական գործողություններ, բայց ի տարբերություն քրեադատավարական օրենսդրությամբ հնարավոր է այնպիսի իրավիճակ, երբ որ մենք այն ապացույցը, որը որ պլանավորում ենք ստանանք, ապացույցը ստանալուց հետո դարձյալ կարիք է լինում որոշակի գործողություններ կատարել։ Ես հիմա ոնց մեկնաբանեմ ձեր ասածը, գործը չի կարճվել, քրեական հետապնդումը չի դադարեցվել, մենք գործում ենք քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված ժամկետների խստիվ պահպանմամբ եւ ես ձեզ նշեցի քրեական վարույթը ինչ ելք է ունենալու։ Հիմա սրանից ավել ես չեմ կարող որևիցե այլ մեկնաբանություն տալ։ Նշել եմ, որ գործը ունենալու է դատական վախճան, կունենա դատական վախճան։ Վերադառնալով նիստի բուն էությանը, քննչական կոմիտեի 2026 թվականի բյուջետային հատկացումներին, նշենք, որ կոմիտեին գալիք տարի կտրամադրվի 19 միլիարդ 205 միլիոն 877 հազար դրամ։ 2025 թվականի համեմատ ծախսերն աճել են։ Այդա Կիրակոսյան, Free News, Ազատ լուրեր։ Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանության գործով հիմնական անձինք բացահայտվել են, իսկ գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ քննությունը դեռ ընթացքի մեջ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։ Նա ընդգծել է, որ որևէ գործ քաղաքական ենթատեքստ չունի եւ բոլոր վարույթները իրականացվում են բացառապես օրենքի շրջանակում։ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մեծ հնչեղություն ստացած երկու քրեական գործերին՝ Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանությանը եւ գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված գործին։ Պողոսյանի խոսքով համայնքապետի սպանության գործով հիմնական կատարողները բացահայտված են, սակայն քննությունը չի սահմանափակվել միայն նրանցով։ Ցանկացած քրեական վարույթով մենք քննարկում ենք նաեւ այլ հանցակիցներ լինելու վարկածը միանշանակ բոլոր այդ տեսակի հանցագործություններով այդ գործով նույնպես քննարկվում է այլ վարկածներ։ Ես նշեցի, որ հիմնական կատարողների մասով գործը բացահայտված է։ Մենք դիտում ենք, որ օրինակ կա օժանդակող նաև այդ հարցում արդեն մեղադրանք առաջադրված է, թեև այդ անձը հերքում է իր հանցակից լինելու հանգամանքը, բայց նաև դա ամենևին չի նշանակում, որ մենք այլ վարկածներ ստուգելու հետ կապված այստեղ խնդիր ունենք, իրականում մենք պետք է հաստատենք, ես նշեմ, պարտավոր ենք նաև զենքի ձեռքբերման աղբյուրի հետ կապված քննություն կատարենք, մենք պարտավոր ենք օրերով, ժամերով հետ հանցավոր վարկագիծ այդ անձի ստուգենք, որ պահին որտեղ է, այսինքն մենք չենք բավարարում մի տվյալ անձի ցուցմունքով։ Խոսելով գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական վարույթից, Արթուր Պողոսյանը նշել է, որ վերջինիս մեր ձևով արտահայտությունը ներառվել է մեղադրանքի փաստական նկարագրության մեջ։ Արտացոլված է մեղադրանքի փաստական նկարագրության մեջ եւ
վերջնական իրավական գնահատական տրված է։ Այս ձևով այլ մեկնաբանություն չունի։ Պողոսյանը նաև ընդգծել է, որ իրավապահները իրավական գնահատական են տվել, համարելով այդ արտահայտությունը ենթադրաբար հանցավոր դրսևորում իշխանազավթման կոչի ձևով։ Միաժամանակ քննչական կոմիտեի նախագահը հերքել է այն վարկածը, որ գործարարի նկատմամբ գործընթացները սկսվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումից հետո։ Ես նշեմ, որ մենք գործում ենք բացառապես օրենքով, առիթը լինում է, օրինակ ձեր ասած մատնանշած դեպքում Կոչուբաևի հետ կապված գրառումը կոնկրետ տվյալ անձն է կատարել, գրառման կապակցությամբ առիթ հիմք է հանդիսացել հաղորդում ներկայացնելու, ոստիկանությունը հաղորդում է ներկայացրել, վարույթ ենք նախաձեռնել ու դատավարական process-ները գնացել են։ Հիմա այս ընթացքում ով ինչ մեկնաբանեց, ինչի մեկնաբանեց, գիտեք ինչ, այդ հարցերին ես չեմ կարող մեկնաբանել։ Անենց պատասխանը ինձնից ակնկալում։ Ես իմ նույնը նաև ազնիվ է, շատ ազնիվ է, շատ ազնիվ է։ Նա հավելել է, որ գործը դեռ նախաքննության փուլում է եւ դրա ավարտից հետո միայն կորոշվի վարույթի ելքը։ Արթուր Պողոսյանը հրաժարվել է հավելյալ մանրամասներ հայտնել, պատճառաբանելով, որ գործերը նախաքննության փուլում են եւ փաստական տվյալներ հրապարակել չի կարող։ Քննչական կոմիտեի ղեկավարը նաեւ անդրադարձել է հոգեվորականների դեմ հարուցված գործերին եւ չի ընդունել իրավապահների դեմ հնչող այն մեղադրանքները, ըստ որոնց այդ գործերի ընթացքում փաստաբանների մուտքը ոչ միշտ է ապահովում։ Խուզարկությունների ընթացքում վնասվում են սրբավայրերը, վերցվում են անձնական իրեր, որոնք երկար ժամանակ չեն վերադարձվում։ Անդրադառնալով ձայնագրությունների մոնտաժված տարբերակի հրապարակմանը, Պողոսյանը պարզաբանել է դրա պատճառը։ Օպերատիվ հետախուզական միջոցառումները կոնկրետ անձանց վերաբերել, երբ որ իրականացրել են, դա տևել է ամիսներ շարունակ։ Ամիսներ շարունակ։ Այս ընթացքում ամիսներ, օրինակ մարդիկ կենցաղային բնույթի խոսակցություններ են ունենում, խոսում են, չգիտեմ, իրանց հարևանից, բարեկամից, խոսում են ճաշ սարքելուց, չէ, կներեք մինչև վերջ ավարտեմ։ Եվ չէին կարող այդ ամիսներ շարունակ տևած խոսակցությունը մենք ընտրել ենք այն հատվածները, այսինքն ընտրել ենք այն հարմարը որն ընտրել ենք այն հատվածները, որոնք ըստ մեր խոսք գնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների Չէ, լսեք միջև մոնտաժված եւ այլ բաներ։ Այս հարցին չեմ ավարտել։ Ընտրել ենք այն հատվածները, որտեղ ըստ մեր գնահատմամբ քրեական վարույթի համար ունեն նշանակություն ապացուցողական տեսանկյունից եւ մեր մեղադրանք հիմնավորելու տեսանկյունից։ Հետեւաբար պարտավոր էինք ոչ թե պատի հրապարակենք, պարտավոր էինք մոնտաժել եւ բայց դա չի նշանակում, որ ամբողջական ձայնագրությունը արկա չէ, ամբողջական ձայնագրությունը արկա է, ամբողջական ձայնագրությունը հիմա դատարանում է եւ հույս ունեմ, որ այդ կհետազոտվի։ Լրագրողներն անդրադարձել են նաեւ քննչական կոմիտեի աշխատակիցների բողոքներին, ծանր գրաֆիկի, գիշերային զանգերով հետ կանչվելու եւ հավելյալ վճարման բացակայության առնչությամբ։ Պողոսյանը նշել է, որ կառույցում նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտ է։ Քննիչները պարտադիր արտոնվում եւ օգտվում են արձակուրդներից, ինչի ընթացքում չեն կարող քննչական գործողություններ իրականացնել, որովհետեւ հետագայում այդ գործողությունները կարող են վիճարկվել։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանից օգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 35 միլիոն դրամ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։ Այս մասին տեղեկանում ենք գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, որ 2020 թվականին ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու, ծանրացուցիչ հանգամանքներում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Դատախազը նաև քաղաքացիական վարույթ էր հարուցել ամբաստանյալներ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նախկին ոստիկանապետ, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի, ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանի եւ ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանի դեմ։ Բացի Գասպարյանից, մյուս ամբաստանյալներից յուրաքանչյուրից եւս 6-ից 7 միլիոն դրամ գումար կբռնագանձվի։ Շարունակում ենք թողարկումը 10 մարդ է վիրավորվել այսօր Ֆրանսիայում անցորդների եւ հեծանվորդների զանգվածային կանխամտածված վրաերթի հետևանքով։ Միջադեպը տեղի է ունեցել երկրի արևմուտքում գտնվող Օլերոն կղզում։ Հարձակումից անմիջապես հետո դրա հեղինակը լքել է ավտոմեքենան եւ փորձել է հրկիզել այն։ Ֆրանս պրես գործակալության հաղորդմամբ, սակայն դա նրան չի հաջողվել, քանի որ դեպքի վայր ժամանած ոստիկանները վնասազերծել են հանցագործին էլեկտրաշոկերի կիրառմամբ։ Հարձակման հեղինակը Ֆրանսիայի 35-ամյա քաղաքացի է եղել։ Իրավապահները նրա անունը առայժմ չեն հրապարակում։ Միջազգային եւ տարածաշրջանային մյուս նորություններին տեսաշարով ծանոթացեք։
Էլբակյան կրթահամալիրում տեղի ունեցել երկարսպասված վկայականների հանձնման արարողությունը։ Կրթահամալիրի 350-ից ավելի շրջանավարտներ այսօր արդեն ձեռք են բերել նոր մասնագիտություն։ Էլբակյան կրթահամալիրի համահիմնադիրները ողջավորությամբ են նշում, որ իրենց շրջանավարտները դառնում են շուկայում պահանջված մասնագետներ։ Տոնական օրն էլ նշանավորվել է գլխավոր մրցանակի հանձնումով Եգիպտոս ուղևորության ամբողջական փաթեթով։ Աննախադեպ ավելի քան 350 շրջանավարտ ունեցող Էլբակյան կրթահամալիրում օրը տոնական է։ Տոնում են վերջին զանգը։ Երկարսպասված վկայականների հանձնման արարողությանը սրտի թրթիռով ու անհամբերությամբ էին սպասում արդեն իրենց ոլորտի լավագույն մասնագետ դարձած գրաֆիկ դիզայներները, լուսանկարիչները եւ այլ սաներ։ Էլբակյան կրթահամալիրը դասավանդում է վեբ ծրագրավորում, գրաֆիկ դիզայն, Python ծրագրավորման լեզու, ռոբոտաշինություն, ինտերիեր դիզայն, գրաֆիկ դիզայն, լուսանկարչություն, SMM եւ շատ այլ մասնագիտություններ։ Մեր ժամային գրաֆիկը շատ ճկուն է, աշխատում ենք առավոտյան 9-ից եւ ունենք դասեր մինչեւ երեկոյան 11-ը։ Էլբակյան կրթահամալիր գրանցվելու համար կարող եք գրել մեր Facebook-յան կամ Instagram-յան էջերին, կամ պարզապես զանգահարել 096 88 88 44 հեռախոսահամարով։ Էլբակյան կրթահամալիրի համահիմնադիրները ողջավորությամբ են նշում, որ իրենց շրջանավարտները դառնում են շուկայում պահանջված մասնագետ, չէ որ լավագույն կադրերին ոչ ոք չի ցանկանա ձեռքից բաց թողնել։ Նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում գործի գիտակ է։ Մեր ուսանողները անցնում պրակտիկա Էլբակյան կրթահամալիրում, որը արդեն հետագա հաջորդ փուլի համար դառնում է լավ հիմք ու բազա, քանի որ շատերը մեզ արդեն ճանաչում են, տարբեր կազմակերպություններից մեզ դիմում են աշխատակիցների կադրի համալրման ոնց որ խնդրանքով։ Բնականաբար մենք ուղղորդում ենք մեր լավագույն մասնագետներին, լավագույն ուսանողներին սպոտ, հետագա արդեն առնչությամբ շարունակելու համար։ 2018 թվականից գործող կրթահամալիրը սկզբնական շրջանում միայն վեբ ծրագրավորման դասընթացներ ուներ, բայց հիմա այստեղ անցկացվում են գրաֆիկ եւ ինտերիեր դիզայնի, եռաչափ մոդելավորման, ռոբոտաշինության եւ այլ դասընթացներ։ Կրթահամալիրի առավելություններից է նաեւ այն, որ դասընթացներն անցկացվում են ճկուն ժամային գրաֆիկով եւ օնլայն եւ օֆլայն։ Խորհուրդ եմ տալիս բոլոր ուսանողներին, որպեսզի գան եւ սովորեն Էլբակյան կրթահամալիրում, քանի որ այստեղ տիրում է ընտանեկան միջավայր եւ ուսուցումը բարձրակարգ ոճի է անցկացվում։ Արի Էլբակյան կրթահամալիր սովորելու։ Էլբակյան կրթահամալիրը պարզապես ուսումնական կենտրոն չէ, այն մի մեծ ընտանիք է, որտեղ սովորում են եւ դաստիարակվում են ինչպես մեծ մարդը։ Էլբակյան կրթահամալիրում սովորելը մեծ հնարավորություն է։ Շնորհակալ եմ ստեղծագործական եւ աջակցող միջավայր ստեղծելու համար։ Անչափ շնորհակալ եմ Սեդա Խալատյանին, իմ դասախոսին եւ Էլբակյան կրթահամալիրին ողջ ազնագազմին, ստացել եմ նոր գիտելիքներ, շատ շնորհակալ եմ եւ պատրաստվում եմ շարունակել տվյալ մասնագիտությամբ։ Ուզում եմ շնորհավորել բոլոր շրջանավարտներին այս գեղեցիկ օրվա կապակցությամբ, ցանկանալ նրանց կանաչ ճանապարհ, մեծ հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ։ Ուզում եմ, որ նրանք Էլբակյան կրթահամալիրից ստանեն ոչ միայն գիտելիքներ, այլև սեր ու ջերմություն իրենց ողջ կյանքի ընթացքում։ Մենք բոլորին շատ սիրում ենք եւ միշտ սպասում կրթահամալիրում։ Կրթահամալիրում ամեն տարի դիպլոմների հանդիսավոր արարողությունը նշանավորվում է նոր տարբեր հետաքրքիր խաղերով, անակնկալներով, գլխավոր մրցանակի հանձնումով, Եգիպտոս ուղևորության ամբողջական փաթեթով։ Ճանապարհում ենք մեր շատ սիրելի ուսանողներին, ավելի քան 350 ուսանողներ հրաժեշտ են տալիս Էլբակյան կրթահամալիրին։ Շատ հուզված ենք, բայց միևնույն ժամանակ հպարտություն ենք զգում։ Ուզում եմ բոլոր մեր ուսանողներին դիմել, ուզում եմ իմանաք, որ Էլբակյան կրթահամալիրը որպես ձեզ երկրորդ տուն գրկաբաց սիրով սպասելու է միշտ։ Կկարոտենք բոլորիդ, շնորհավորում եմ, եւս մեկ անգամ եւ ցանկանում կանաչ ճանապարհ եւ բազմաթիվ հաջողություններ։ Վստահ եմ, որ դուք ձեր մեջ կրում եք Էլբակյան կրթահամալիրի այն արժեքները, որոնց հիման վրա մենք կառուցել ենք կրթահամալիրը։ Պես միշտ այս անգամ եւս մեր ուսանողներն անակնկալ ունեն, կրթահամալիրի ուսանողներից մեկը կշահի ուղևորության ամբողջական փաթեթ դեպի Եգիպտոս, որը կկազմակերպի Էլբակյան Travel-ը։ Դե իսկ տոնական օրը եզրափակվում է բարձր տրամադրությամբ, հյուրասիրությամբ եւ խաղերով։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին։ Իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս, ցտեսություն։